Բարև ձեզ սիրելի հեռուստադիտողներ, Civic Game-ի հյուրը հանուն Հանրապետություն կուսակցության փոխնախագահ քաղաքագետ Ռուբեն Մերաբյանն է։ Բարև ձեզ, պարոն Մերաբյան, շնորհակալություն մեր հրավերն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Պարոն Մերաբյան, մի քանի օր է Հայաստանի վարչապետի եւ եկեղեցու միջև հեռակա բանավեճ է։ Եվ այս բանավեճին վարչապետի հայտարարություններին արձագանքեց նաև Մայրաթոռը, ասելով, թե արհեստական օրակարգ է բևեռացվում, արտաքին ուժերին է սպասարկում Հայաստանի ղեկավարությունը։ Կուզեի ձեր դիտարկումները լսել, այն որ եկեղեցում կա խնդիր հստակ է, ինչպես պետք է լուծել այս խնդիրը ձեր կարծիքով, արդյոք պետության միջամտությամբ։ Պետությունը պետք է միջամտի եկեղեցի պետություն հարաբերությունները կարգավորելու, օրենքի շրջանակները հստակեցնելու գործում։ Ի վերջո, եկեղեցում ներկայիս այս կարգավիճակը սահմանվել է 1946 թվականին Ստալինի կողմից իրականացված այդ ռեֆորմ ասեմ, թե օրենսդրական կարգավորում ասեմ, ընդ որում բոլոր կրոնական կազմակերպությունները նախկին սովետի տարածքում։ Դրանից հետո որևէ փոփոխություն չի եղել։ Հայաստանի Հանրապետությունը հենց իր առաջին իսկ գոյության օրվանից սահմանեց այդ նորմը, որ եկեղեցին անջատ է պետությունից, սակայն հաշվի առնելով այն ժամանակվա ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն առաջինի անվերապահ հեղինակությունից, կարծեք թե այդ անջատ լինելու պրակտիկան այդպես էլ չմշակվեց։ Երջանկահիշատակ կաթողիկոսը մասնակցում էր թե պետական միջոցառումներին, թե այն ժամանակվա Գերագույն խորհրդի նիստերին ուղերձով հանդես էր գալիս, արարողակարգային տարբեր մեր պետությունն առաջին քայլերն էր անում, ինքն իր հայրապետական խոսքն էր հղում ժողովրդին։ Եվ այդ ժամանակ իհարկե որևէ հարց չէր առաջանում, բայց չէ որ պետությունը անջատ է եկեղեցուց եւ հակառակ։ Ըստ այդ իներցիան գնաց նաեւ Գարագին առաջինի կաթողիկոսության ժամանակահատված։ Այլ էր պարագան հոկտեմբերի 27-ից կաթողիկոս դարձած Գարագին II-ի դեպքում։ Եվ մենք տեսանք, որ հոկտեմբերի 27-ը, այսպես ասենք, կրկնակի աղետ է ոչ միայն պետության, այլև եկեղեցու համար։ Հատկապես այն հարցում, ինչ վերաբերվում է ռուսական ազդեցությանը։ Մենք տեսանք, որ ռուսական ազդեցությունը մեր պետության վրա դառնում է անխոչնդոտ, եւ որովհետեւ հենց դրա արդյունքում էր կոնսոլիդացվեց այն կրիմինալ դիկտատուրան, որը 20 տարի կեղեքեց մեր երկիրը այդ Ադրբեջանի կոմսոմոլների գլխավորությամբ, բայց եկեղեցում էլ ինչ տեղի ունեցավ, ըստ էության նույն բանը։ Եվ այո, դրանով պետք է զբաղվի պետությունը։ Կա սահմանադրություն, կա օրենքներ, եթե այնտեղ անհստակություններ կան, ապա դրանք պետք է լրամշակվեն։ Նախ այդ սեփականության շրջանակները պետք է շատ ավելի հստակ լինեն։ Երկրորդը ֆինանսական գործունեությունը պետք է լինի թափանցիկ եւ հաշվետու։ Բացի այն ծիսական ծառայություններից այլ եկամտի աղբյուրներ ունի, այսպես տնտեսվարման արդյունքում, ապա դա եւս այո պետք է հարկվի։ Եվ այլ հարցեր այո պետք է լինեն։ Իսկ ինչ վերաբերվում է եկեղեցականի կողմից քաղաքականության մեջ միջամտելը, ապա օրենք պետք է աշխատի։ Բայց ինչ համար է սահմանադրությունը գրած։ Եվ փոխանակ դնեն, ասենք են փողոցներում թրև եկող են սառեցվածի հետ դնեն բանավիճ են, չգիտեմ, քննարկեն, դրա հետևից այո պետք է գնա դատախազությունը։
Դրա հետևից այո պետք է գնան հատուկ ծառայությունները, նաև որոշ դեպքերում, այո, որովհետև Հայաստանում այլ պետությունների կողմից հետախուզա դիվերսիոն գործունեությունը այո կարող է նաև իրականացվել եկեղեցականների միջոցով վերածելով նրանց ազդեցության գործակալների, պրոքսիների տեղական օգտվելով նրանց բարոյական խոցելիությունից, ինչը KGB-ն տասնամյակներով կիրառել է այլ երկրների պետական գործիչների, քաղաքական գործիչների, արվեստի գործիչների նկատմամբ հավաքագրելու համար։ Եւ երբ որ վարչապետն էլ նաեւ ասում է, որ բարեվարկության հարցը այո պետական անվտանգության հարց է, այո հենց այս սրա համար է պետական անվտանգության հարց։ Դուք եք օրենքը սահմանել ձեր ներսում, որ պետք է լինի կուսակրոնություն, ինչ որ աստիճանից սկսած եւ ավելի բարձր, հետո համատարած խախտում եք, ինչպես հասկանում եմ, եւ դրանից օգտվում են այո հատուկ ծառայությունները ձեզ շանտաժի ենթարկելով, որից հետո ձեզ սարքում են, ինչպես ժողովուրդն է ասում, ղազ եւ սրում են մեր պետության դեմ։ Կներեք, սա արդեն անհանդուրժելի է։ Մայրաթորը իր կներեք նույն կաթողիկոսի եղբայրը, երբ որ Մոսկվայի քամբախներում օրհնում է մարդասպանի, որը Հայաստանում տերորիստական ակտ է նախապատրաստում։ Հետո երբ որ այնտեղ ներքին կրիմինալ ռազմորկաների արդյունքում սատկացնում են, նա դա կոչվում է հանցագործություն մարդկության դեմ, հա? Եվ շարունակում է Ռուսաստանում ներկայացնել հայ առաքելական եկեղեցին, կներեք, սա այո ազգային անվտանգության հարց է Հայաստանի Հանրապետության համար, որովհետև նրա եղբայրը այսօր նստած է Էջմիածնում, որն էլ նաև հրովարտակներ է արձակում, որ հանկարծ իր քույր եկեղեցի նեկրոֆիլ Կիրիլին, հա, հանկարծ այդտեղ չհամարձակվեք քննադատել, որ Մեհրիբանին մեդալ է տալիս։ Ներողություն, սա այլանդակություն է ուղղակի, որը այո, այլևս հանդուրժել չի կարելի։ Եվ երբ որ նրանք քննադատությունն իրենց այլանդակությունների հետ կապված կոչում են հակաեկեղեցական, միակ պատասխանը հետևյալն է, որ դուք եք հակաեկեղեցական ձեր հակաեկեղեցական, հակաքրիստոնեական էությամբ, գործունեությամբ, վարքով, բարքով եւ խոսքով եւ հետո մի զարմացեք, որ ձեր, ինչպես ժողովուրդն է ասում, այբներ ներեսով են տալիս եւ տալու են, ինչի համար, որովհետեւ մարդ չեք։ Սա է հարցը։ Այդ ուժերը, որոնք նշում են, թե վարչապետը հակաեկեղեցական արշավ է սկսվել, որ սա եկեղեցու դեմ ուղղված գործունեություն է, Մայրաթորն էլ իր հայտարարության մեջ խոսում է ամեն ինչից, բացի նրանից, որ իդոք այդ խնդիրը կարողանակ ոչ մի խոսք չկա այն մասին, որ պետք է պատժվեն են հոգևորականները, ովքեր կուսակրոնության ուխտը խախտել են, բարձրաստիճան հոգևորականների մասին է խոսքը, ինչի մասին է սա խոսում ձեր կարծիքով, օրինակ չեմ տեսնում այդ խնդիրը, թե խոսած վերջացրեց, էլ ինչի մասին է խոսում, բայց մյուս կողմից դա եկեղեցու հարցն է, իրենց ներսում, բայց երբ որ այդ ամենը գալիս եւ սկսում է հատվել պետության շահերի հետ, ինչի սահմանադրական արգելքը նրանք խախտելու իրավունք չունեն, դրա համար պետությունը իր ֆունկցիաների մեջ չի, այս խոսակցությունը շատ արագ կարող էր ընդհանրապես սպառվել, երբ գործեր օրենքը։ Այո, բոլոր այն եկեղեցականները, որոնք անում են քաղաքական հայտարարություններ, քաղաքական դիրքորոշումներ են արտահայտում, հոգևորականի հագուստը կրած, սա ուղղակի պետք է լինի պատժելի, սահմանադրության խախտման համար ինչ է հասնում։ Այդ ժամանակ պետք է
մեր իրավապահ մարմինները այդ անձանց հրավիրեն բացատրեն դրա պատասխանատվության աստիճանը, դրա մասին լինի հրապարակային հաղորդագրություն, նախազգուշացում, որից հետո արդեն այո քրեական վարույթ, որովհետև սահմանադրություն խախտել չի կարելի։ Այդ ինչու ձեզ կամ ինձ սահմանադրության որևէ խախտման դեպքում գիտենք, չէ՞ որ հաստատ կկանչեն։ Բա դուք ինչա վերին արտիցորենն եք։ Ինչի մասին էր Մայրաթորի հայտարարությունը, որ խորացնելու է սարճակատումը վարչապետიდან։ Դրա որ ինչ անում ենք լավ ենք անում։ Ռուսներն ինչպես ասում են սամ դուրակ, մոտավորապես էս դեպի նրանք որևէ հետևություններ անելու այս կազմով ի վիճակի չեն, ես ոնց հասկանում եմ, եւ պետք է լինի հասարակական ճնշում, որովհետեւ եկեղեցին դա մենք ենք, հայ առաքելական եկեղեցու հետևորդներս, իրենք սպասավորներն են, այնպես ինչպես եւ պետությունն էլ ենք մենք, իսկ իշխանությունը դա ժամանակավոր մեր կողմից ընտրված, վարձված եւ մեր հարկերից վարձատրվող, այո, պետության սպասավորներն են նրանք։ Այո, մենք ենք այս հարցում վճռորոշ ձայնի իրավունք ունենալու հետ այսու։ Այո։ Իսկ պետությունն այո, պետք է այդ պետություն եկեղեցի հարաբերությունները տնի օրենքի շրջանակների մեջ եւ հստակեցնի այն մասով, որ մասով հստակ չէ, որից հետո այո պետք է գնա իր իսկ սահմանված օրենքի հետևից, այլ ոչ թե միայն զբաղվի արձանագրումներով, ինչպես նաեւ շատ այլ հարցերում է արվում նույն բանը։ Գուցե փոքր ավելի շուտ էլ պետք է սկսել, ինչ եք կարծում։ Իհարկե։ Նոր չիմացանք, որ օրինակ կաթողիկոս զավակ ունի ես։ Զավակի հարցը չի։ Ի վերջո Դա խնդիրը իհարկե ոչ թե թիրախավորելն է զավակներին, այլ հարցը նույնիսկ դա էլ չի։ Այո, դրա մասին մատնացույց անում են հետևորդները եկեղեցու, հասկացանք, բայց այստեղ ամենակարևոր համատեքստը հետևյալն է։ Այսօր հայ առաքելական եկեղեցու բարձրաստիճան ներկայացուցիչները աշխատում են Հայաստանի Հանրապետության շահերի դեմ հօգուտ Ռուսաստանի։ Ստեղծվել է ցանց եւ ամբողջ հարցը այս խոսակցության ֆունդամենտն այն է, այդ ցանցը շարունակելու է աշխատել, թե ոչ։ Պետությունն այստեղ անելիք ունի, թե ոչ։ Իդեպ ընտրություններ են սպասվում, հաջորդ հարցն այդ մասին էր, եթե այսպես է շարունակվում, ինչ վտանգներ է սպասվում մեզ մեկ տարուց, եթե եկեղեցին այսպես հստակ դիրքավորված է գործող իշխանությունների վարչապետի դեմ։ Տեսեք, ամբողջ խնդիրն այն է, որ եկեղեցականներն էլ են քաղաքացի եւ գնալու են մասնակցեն ընտրություններին, բայց եկեղեցին որպես կառույց այսօր այո միտված է իր այն բարձրաստիճան շերտը միտված է նրան, որ իրականացնի Ռուսաստանի ծրագիրը մեր երկրում։ Ռուսաստանն այսօր, այսպես ասենք, կուրատոր է փոխում, են Kinder Surprise-ին բերել է այնտեղ։ Կիրենկոյի։ Այո, մի բանի համար, որ Հայաստանում փոխվի իշխանություն, որովհետև մինչև հիմա Ռուսաստանը շարունակաբար այդ նպատակն է հետապնդել անհաջող, հիմա ուզում են, այսպես ասենք, ընտրությունների առիթն օգտագործել այդ ծրագիրը իրականություն դարձնելու համար։ Եվ այո, օգտագործելու են իրենց ներսի ազդեցության գործակալներին։ Այո, այդ թվում նաև բարձրաստիճան եկեղեցականներին։ Եվ սրա արձանագրում սա հակաեկեղեցական չէ, ուղղակի եկեղեցին պետք է Եվս մաքրվի աղբից, այնպես ինչպես քաղաքական դաշտը, պետք է մաքրվի աղբից, որովհետև Հայաստանի անկախությունը, սուվերենությունը, ժողովրդավարությունը եւ տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դնող հայտարարություն անելը կամ գործունեությունը այդ ամենի դեմ, այո պետք է լինի քրեականացված եւ նման մարդիկ պետք է
մցնեն ծակը, այլ ոչ թե հետները դնեն բանավիճեն։ Կապ չունի դա կլինի աշխարհիկ, եկեղեցական, թե նախկին Ադրբեջանի կոմսոմոլ, առյուծ քշող եւ այլն։ Դեպ պարոն Մերաբյան, հանուն արդարության իհարկե այսպես սուր ռետորաբանությամբ նոր է սկսվել բանավեճը, բայց վարչապետի ու կաթողիկոսի միջև եղած խնդիրը շուտվանից է, մենք կարող ենք դա արձանագրել, մենք ամանորին նաև կաթողիկոսի հետ կապված այդ խնդիրը եղավ դրանից առաջ, ինչն է խնդիրը ձեր կարծիքով, որ օրինակ Գարեգին Բեի համար ժողովրդի ընտրությունը շատ խորթ է եւ ընտրվելու պահից ի վեր սա վարչապետի եւ կաթողիկոսի խնդիր չէ, ինչպես դուք եք ասում, սա նաեւ ինքներդ ձեզ եք ուղղում ասելով, որ այո, կաթողիկոսը դեմ է այն իրավիճակին, երբ ժողովուրդն է ընտրում իրեն իշխանություն, որովհետև նույն կաթողիկոսն իրան շատ կոմֆորտ էր զգում կրիմինալ դիկտատուրայի տարիներին, գալիս էր, օրհնում էր, մասնակցում էր պետական արարողակարգին եւ այլն, եւ այդպես շարունակ, առանց որևէ դիսկոմֆորտի։ Նրա խնդիրները պետության հետ սկսվեցին այն ժամանակ, երբ ժողովուրդը համարձակվեց իրականացնել ձայն Աստծո, ձայն բազմած ձայն Աստծո սկզբունքը գետնի վրա, եւ դա եկեղեցու վերնախավի որոշ մասին, ոչ ամբողջությամբ, ի դեպ ասեմ, դրեց այսպիսի իրավիճակի մեջ, եւ սա այո ինստիտուցիոնալ խնդիր է, որովհետև այսօր այդ մարդիկ դադարել են եկեղեցում իրենց առաքելությունը ճիշտ հասկանալ եւ ըստ այդմ էլ գործել։ Նրանք զբաղված են ամեն ինչով, բացի իրենց առաքելությունից։ Եվ այն մասով, որ կապված է օրենքի հետ, սա պետության գործն է, այնինչ կապված է հոգևորի հետ, ապա դա արդեն եկեղեցու հետևորդների եւ եկեղեցու սպասավորների հարաբերությունների հարցն է։ Ի վերջո վաղը մյուս օրը մենք ունենալու ենք կաթողիկոսի ընտրություններ, հա։ Օրինակ ով էր որոշել 99 թվականին, որ ասենք կաթողիկոսի ընտրողների մեջ պետք է լինի, ասենք թե Զորի Բալայանը, կարող եք ասել։ Այդ որ սկզբունքով։ Այդ ով էր որոշել։ Այդ ոնց է որոշվում, օրինակ, որ դուք պետք է լինեք, հա, ասենք ես չլինեմ, կամ հակառակը։ Որ մեխանիզմով չկա նման։ Չկա։ Ինչի որովհետև սովետից էր գալիս այդ ամենը ստալինյան այդ կառուցակարգերը, այդ կանոնակարգերը մինչև հիմա փոխված չեն։ Այո, Հայաստանի Հանրապետությունը այստեղ անելիք ունի այդ մասով, պետություն եկեղեցի հարաբերությունները ռեգլամենտացնելու մասով։ Կլինի հասարակական աջակցություն ձեր կարծիքով, օրինակ քանի օր է այս փոխհրաձգությունը հեռակա կա։ Տեսեք, շատ ցավալի է, որ այս փոխհրաձգությունը շեղում է իրական օրակարգից, որովհետև մարդիկ հիմնականում կենտրոնացված են հետևյալում, չգիտեմ, այս եկեղեցական իրավունք ուներ, ասենք կին ունենալ թե չուներ, կամ վարչապետն այս բառը անհաջող, որ արտահայտեց, հա, սազում էր թե չէր սազում։ Կում խնդրի վրա, դա այդ ամենը եթերային աղմուկը կամ տեղեկատվական թեփ։ Պրոբլեմը մնում է պրոբլեմի հետ կապված մի քանի այնուամենայնիվ այսպես առողջ առաջարկություն եղավ, այո, բարեվարկության հարցը ի վերջո պետք է ինչ-որ մի ստանդարտի մեջ տեղավորվի։ Էլ եմ ասում, սա այո անվտանգության հարց է, որովհետև եթե X հոգևորականը վաղը մյուս օրը, որը դառնում է կաթողիկոսության թեկնածու եւ ունենում է բարեվարկության խնդիր, այդ խնդիրը դառնում է
վերածվում է շանտաժի հնարավորության, այլ հատուկ ծառայությունների կողմից մանավանդ հայ առաքելական եկեղեցու համար, որը թեմեր ունի աշխարհի 5 մայրցամաքներում։ Եվ այստեղ այո, մենք բարևարկությունը դա անվտանգություն է նաև։ Իսկ այս այլանդակությունը, որ մենք տեսնում ենք, հələ մի բան էլ գլուխ են գովում։ Օրինակ, եթե լինի պետության, հասարակության աջակցություն այս հարցում նույն բարևարկություն իրականացնելու հարցում, կարծում եք ներսից չեն գտնվի ուժեր, որոնք եկեղեցու ներսից նկատի ունեմ։ Իհարկե, տեսեք, եկեք Մինչև հիմա լռել են օրինակ, եկեք ֆիքսենք մի շատ կարևոր բան։ Մեր հոգևորականության ջախջախիչ մեծամասնությունը պարկեշտ հավատացյալ մարդիկ են։ Այո։ Մենք երբ որ խոսում ենք այս ամենի մասին, մենք խոսում ենք եկեղեցու բարձրաստիճան առանձին ներկայացուցիչների մասին, որոնք այո շեղվել են իրենց առաքելությունից։ Եվ չեն էլ թաքցնում։ Արձանագրում համար 1։ Համար 2 մենք խոսեցինք դրա մասին։ Պետությունը մենք ենք։ Վարչապետը, անկախ անուն ազգանունից, նախարարները, պատգամավորները, մենք ենք իրենց վարձել, ընտրել, վարձել որոշ ժամանակով, որպեսզի նրանք ծառայեն պետությանը։ Նույնը, մենք ենք եկեղեցի, էկլեսիա հունարենից նշանակում է ժողով։ Այո, ժողովն է նրանց կարգում որպես սպասավոր ծառայելու եկեղեցուն, բայց իրաց թվում է մենք պետք է իրաց ծառայենք, կամ մենք ենք իրենց համար, մենք իրենց մոմ առնողներն ենք, կամ չգիտեմ ինչն ենք, սա այս այլասերված պատկերացումները, այո, պետք է թողնել այլևս անցյալում, այո, եկեղեցին պետք է լինի հաշվետու, հոգևորականությունը պետք է լինի եկեղեցուն հաշվետու իր ֆինանսական գործունեության, իր այդ հոգևոր առաքելության իրականացման եւ ընդհանրապես իրենց ով լինելու, ինչ լինելու գործում իհարկե օգտվելով նաեւ այն բոլոր իրավունքներից, որոնք բխում են մեր սահմանադրությունից, որովհետեւ նրանք նաեւ այո մեր քաղաքացիներն են։ Մեր զրույցը սկսեցինք հոկտեմբերի 27-ի մասին հիշատակումով բավականին ուշագրավ հայտարարություն հնչեց Դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի կողմից, թե դա պոռթկում էր հոկտեմբերի 27-ը եւ նման պոռթկում կարող է կրկնվել։ Ինչ կարծիք ունեք այս հայտարարության մասին։ Հրանտ Մարգարյանը ոչ թե պետք է հարցազրույցներ տա սրանից հետո, այլ ցուցմունքներ։ Հա? Իսկ եթե պոռթկում լինի եւ այդ պոռթկումը լինի իր գանգատուփի մեջ եւ գլուխը մի քանի ուղղությամբ տրակի, օրինակ եմ ասում։ Հա, կարող է լինի։ Կամ պոռթկում լինի ոտերը ջարդ են տենց խոսելու համար։ Կարող է, չգիտեմ, ես հարց եմ տալիս։ Հա, էլի սենց հերվից գալով, տենց բան հասկացնելով։ Բա որ։ Այո, Հրանտ Մարգարյան կոչվածը պետք է ցուցմունքներ տա այդ պոռթկումների թեմաներով եւ ոչ միայն։ Կարող կրկնվել ինչ է։ Նախկին կուսակցի, տերորիստ կուսակցի, հա, կողմից արված այդ ահաբեկչություն, կրկնությունը ինչ որ ուրվագծեր ներկայացնելու թեմաներով եւ ընդհանրապես այո այդ կարմրադրոշ մարգինալները այո պետք է լինեն մեր հատուկ ծառայությունների ուշադրության ներքո մանավանդ այս նախընտրական փուլում երբ մենք լավ գիտենք որ Ռուսաստանը այդ թվում նաև այո տերորիստական գործունեություն կարող է ծավալել Հայաստանում նաև որոշ այո տեղական թափթփուկների ուժերով եւ ոչ միայն Սա ինչ-որ նախազգուշացում էր ձեր կարծիքով միամիտը Հրանտ Մարգարյանը այսպիսի հայտարարություն անելու թե իսկապես պլաններում կարող է լինել արդեն իր հարցաքննությունից կերևա ինչ էր պետք է շատ լավ հարցաքննվի ինքը եւ իր շրջապատը հա եւ մյուս անգամ խոսացողները լավ հասկանան որ բերանները գլխներից լայն բացելը չի կարող լինել անպատիժ
Սա ինչից է գալիս, այո, պետության ներսի բարդակից, որ ամեն թափ-թփուկ իրեն ինչ ուզենա թույլ տա, խոսա եւ իմանա, որ դրանից իրեն ոչինչ չի լինելու։ Այո։ Դաշնակցության օգուտ է տարիների ընթացքում եղել է ձեր կարծիքով դաշնակցություն կուսակցությունից պետությունը ինչ որ օգուտ ստացել է ընդհանրապես գործունեությունից այսպես նշեմ երբ ժամանակին արգելվում էր դաշնակցության գործունեությունը Հայաստանում սասվիններով էր ընդունվում բայց մենք տեսնում ենք որ այս կուսակցությունից դրոշ վառելուց չգիտեմ պորտկումներից այսպիսի հայտարարություններից բացի մենք ինչ ենք տեսել 20-րդ դարի պատմությունը ցույց է տալիս որ աշխարհում եղած բոլոր մասսայական այդ հանցագործությունները, բոլոր չարիքները եկել են կարմիր դրոշներով։ Կոմունիզմ, նացիզմ, մաոիզմ, որ ամեն մեկի հետևից տասնյակ միլիոնավոր սպանություններ են։ Եվ ընդհանրապես ես ցանկացած կարմիր դրոշի տակ որևէ դրական բան չեմ կարող տեսնել ապրիորի։ Այսքանը կասեմ։ Հայաստանում Սփյուռքում նաև այս կուսակցությունը այսպիսի կառույցներ ունի, մենք ինչ ենք։ Այո, եկեղեցին կիսող կառույց կազմակերպություն, որը դեմ է եղել հայրենադարձությանը, որը դեմ է եղել ցանկացած համազգային միասնություն այնտեղ պարակտիչ գործունեություն է տարել կազմակերպություն, որը ծախվել է KGB-ին ամբողջությամբ, բայց իրենով էր արել ազատություն ռադիոկայանը Մյունխենում եւ իբր սովետական կարգերի դեմ քարոզչություն էր տանում։ Կազմակերպություն, որը դեմ էր Հայաստանի անկախությանը 88-ից 91 թվականն ընկած ժամանակահատվածում Եվ այսօր էլ աշխատում է Հայաստանի որը հիմա ներկայումս արևմուտքում աշխատում է ընդդեմ Հայաստանի Հանրապետության, աշխատում է ընդդեմ Հայաստանի եւ կոնկրետ արևմտյան երկրների միջև հարաբերությունների խորացմանը։ Աշխատում է ընդդեմ Հայաստանի ներկայացուցիչների, որոնք իրենց պաշտոնեական պարտականություններն են կատարում այդ երկրներում։ Հիմա դուք ասեք, այսքանի մեջ մի հատ դրական ինչ տեսեք։ Մեկ Ջո Բայդենից են հիասթափվում, մենք Թրամփից են հիասթափվում։ Հիմա հեսա երբ որ միջուկային ծրագրով Հայաստանը եւ Միացյալ Նահանգները կպայմանավորվեն, նրանք կհիասթափվեն Դոնալդ Թրամփից, այո։ Ինչ ասեմ, սա ավելի շատ հիշեցնում է ոչ թե կազմակերպություն, այլ մի այսպես ստրուկտուրիզացված մի չարիք, որը ներդրված է Հայաստանի Հանրապետության օրգանիզմի մեջ եւ հայության օրգանիզմի մեջ, ահա եւ ողջ ցավալիորեն։ Մինչդեռ այստեղ կար հսկայական ներուժ, որը պետք է ծառայեր մի բանի, պետությանը։ Պետությանը եւ մեր պետության դիրքերի ամրապնդմանը նրանք անում են դրա տրամագծորեն հակառակը։ Տեղ կունենա այս ուժերը խորհրդարանում 26 թվականին։ Ոչ միայն դաշնակցությունը, այլև խորհրդարանում էլ չպետք է ունենային, նրանց բուքսիրի վերցրեց Ռոբերտ Քոչարյանը եւ միտումնավոր իրենցով լցրեց խորհրդարանը նրանցով, ովքեր իրենց պադյեզդը ձայն չէր տալիս։ Այո, սա դիվերսիա է, նրանց խորհրդարանում գտնվելը դա եւս մեկ դիվերսիա է հանրապետության դեմ, որը տևում է, հեսա շուտով արդեն 4 տարի, դեռ եւս 1 տարի էլ մենք պետք է այս ամենը, այո, դեռ հանդուրժենք։ Եւ այո, այս ամենը դասը, որ առաջիկա ընտրություններում նախ եւ առաջ ընդ որ process կա, չէ, մի քանի ֆիլտրով անցնող։ Համար 1 ֆիլտրը հետեւյալն է, այո, Ռուսաստանի հետ կապվածությունը։ Այս ֆիլտրով պետք է բոլոր կապվածները ուղղակի արգելափակվեն։ Ընդ որում այստեղ ես խոսել եմ դրա մասին, Ռումինիայի փորձը ցույց տվեց,
որ այո, ժողովրդավարությունը պաշտպանելու համար անհրաժեշտ է պետության եւ հասարակության գործընկերություն։ Պետությունը պետք է իր կողմից սահմանափակող միջոցները սահմանի եւ կիրառի, հասարակությունն էլ իր ակտիվությամբ այո պաշտպանի ժողովրդավարությունը, այն է ինքն իրեն։ Հիմա ես ուզում եմ հասկանալ, որ մենք հանձինս պետության ունենք այդպիսի պարտնյոր, թե չունենք, ժամանակը ցույց կտա, իսկ ես շատ եմ ուզում, որ մենք այդ գործընկերությունը պետության հետ որպես հասարակություն ֆիքսենք, հաստատենք, աղբից պետությունը եւ եկեղեցին էլ հետը մաքրենք, որովհետեւ մենք ենք նաեւ եկեղեցին։ Ինչպես եւ ոնց որ թե երրորդ անգամ Շնորհակալություն պարոն Մերաբյան հետաքրքիր զրույցի համար։ Մեր հեռուստադիտողներին հիշեցնեմ, որ CVKM-ի հյուրը հանուն Հանրապետության կուսակցության փոխնախագահ քաղաքագետ Ռուբեն Մերաբյանն է։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել CVKM-ի YouTube-յան էջին։